Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Հեսու 4-րդ գլուխ հիշադակի քարեր կգանքնեցնեն։ Երբ ամբողջ ազգին հորթանանեն անցնիլը լրացավ, դերը Հեսուի ըսավ. ժողովուրդեն 12 մարդ արեք, ամեն դողմե 1 մարդ, եւ անոնց բադվիրեցեք։ Ասկե հորթանանի մեջտեղեն քահանաներուն ոտքերուն անշարժ գեցած դեղեն ցեզի 12 քար գրեցեք, զանոնք փոխադրեցեք ցեզի հետ ու դրեք այն իջևանը, ուր այս գիշեր պիտի իջևանիք։ Հեսու Իսրայելի որդիներեն իր որոշած 12 մարդիկը գանչեց, ամեն դողմե 1 մարդ, եւ Հեսու անոնց ըսավ. հորթանանի մեջտեղը դիրոջ ծեր աստուծույն դաբանագին արչև անցեք ու Իսրայելի որդիներուն դողմերուն թիվով ցեզմե յուրաքանչյուրը իր ուսին վրա քար մտող վերցնե անգե, որբեսի ասիգա ծեր մեջ նշանը լա։ Երբ վաղը ծեր որդիները ցեզի հարցնեն, ինչ են այս քարերը ցեզի համար, անոնց պատասխանեցեք. դիրոջ ուխտի դաբանագին արչևեն հորթանանի ճուրերը գդրվեցան, երբ ան հորթանանեն գանցներ, հորթանանի ճուրերը գդրվեցան, եւ այս քարերը Իսրայելի որդիներու մեջ իբր հիշադակ պիտի լան Հավիդյան։ Իսրայելի որդիները Հեսուի բադվիրածին համաձայն էին։ Հորթանանի մեջտեղեն 12 քար գրեցին Իսրայելի որդիներուն դողմերուն թիվով, ինչպես դերը Հեսուի հրամայեր էր, զանոնք իրենց հետ իջևանը փոխադրեցին ու հոնթրին։ Հեսու ուրիշ 12 քարեր արգանքնեցուց հորթանանի մեջտեղը ուխտին դաբանագը գրող քահանաներուն ոտքերուն գեցած դեղը, անոնք մինչև այսօր հոն են։ Դաբանագը գրող քահանաները հորթանանի մեջտեղը գայնեցան, մինչև որ լմնցավ ամեն ինչ, որ դերը Հեսուի բադվիրեր էր ժողովրդին ասելու, Մովսեսի Հեսուի բոլոր բադվիրածներուն համաձայն, ապա ժողովուրդը ըշտաբելով անցավ։ Երբ ամբողջ ժողովրդին անցնիլը լրացավ, դիրոջ դաբանակն ու քահանաները անցան ժողովրդին առջև։ Ռուբենի որդիները, Քաթի որդիները եւ Մանասեի գես դոմը Իսրայելի որդիներուն առջև ըսպարազինյալ անցան, ինչպես Մովսես անոնց ըսեր էր։ 40,000-ի չափ զինված զորք դիրոջ առջև անցավ Երիկովի թաշտը բادرազմի համար։ Այդ օրը դերը ամբողջ Իսրայելի արջկերուն առջև Հեսուն մեծուց, ու անոր կյանքին բոլոր օրերու մեջ իր մե վախցան, ինչպես Մովսեսի գվախնային։ Դերը Հեսուի ասավ. բադվիրե վկայության դաբանագը գրող քահանաներուն, որ հորթանանեն բարձրանան։ Ուստի Հեսու քահանաներուն բադվիրեց, հորթանանեն բարձրացեք։ Եվ դիրոջ ուխտին դաբանագը գրող քահանաները հորթանանի մեջտեղեն ցամաք բարձրացան, ու քահանաներուն ոտքերուն ներփամները ցամաքի վրա գողեցին, հորթանանի ճուրերը իրենց դեղը վերադարձան եւ առաջվան պես իր բոլոր ափերը ողողեցին։ Առաջին ամսվան 10-րդ օրը ժողովուրդը հորթանանեն դուրս ելելով քաղաքաղապ փանագեցավ Երիկովի արևելյան ծայրը։ Հեսու քաղաքաղայի մեջ գանքնեցուց այն 12 քարերը, որ հորթանանեն արեր էին, եւ Իսրայելի որդիներուն ասավ. երբ վաղը ծեր որդիները իրենց հայրերուն հարցնեն, ինչ են այս քարերը, ծեր որդիներուն քիծուցեք ըսելով. Իսրայել այս հորթանանը անցավ ցամաքի վրայեն։ Արդարև դերը ծեր Աստվածը ծեր արջևեն հորթանանի ճուրերը ցամքեցուց, մինչև որ դուք անցաք, ինչպես դերը ծեր Աստվածը Գարմիր ծովու մեջ ալ ըրավ, զայն ցամքեցնելով մեր արջևեն, մինչև որ մենք անցանք, որբեսի երկրի բոլոր ժողովուրդները գիտնան, թե դիրոջ ցերկը ուժեղ է, ու դուք դիրոջմեն ծեր Աստուծմեն վախնակ ամեն ադեն։ Փարքեզ դեր Աստված մեր։ Ամեն։